Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմնականում հիասթափությունը Ռուսաստանի նկատմամբ ինչից է հիմա գալիս, չէ, ասում են, բա ռուսական զորքերը Ղարաբաղում էին եւ ինչի Ղարաբաղը չպայեցին։ Ճիշտ է, չէ՞։ Եվ սա իսկապես ստեղծում է մի վիճակ, երբ հայ ժողովուրդը, որը միշտ լավ վերաբերմունք ուներ Ռուսաստանի նկատմամբ, այդ հացին իրեն տալիս է եւ այս իշխանությունը փորձում է թունավորել ուղղակի մեր ժողովրդին, որ այդ նայեք ռուսները այդ պարտավորությունը ունեին եւ այդ պարտավորությունը չկատարեցին եւ դրա պատճառով կորցրեցինք Արցախ։ Նայեք, ես փորձեմ մեկ անգամ մի երկու տարի առաջ այդ բացատրությունը տվել եմ, բայց փորձեմ հիմա միգուցե ավելի մանրամասնորեն անդրադարձ ունենամ այս շատ զգայուն հարցին։ Ընդհանրապես կոնֆլիկտների նման կարգի թեժ վիճակում կոնֆլիկտների լուծումը ունի երկու մոդել։ Մեկը երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում է կայացնում պարտադրել խաղաղությանը, մտցնում է զորք, երկու կողմին անջատում են իրարից եւ հաստատում են խաղաղություն երաշխիքներով։ Սա կոչվում է պարտադրված խաղաղություն։ Սա այն է, ինչ արել են Բալկաններում, այն է, ինչ արել են օրինակ Բոսնիա-Հերցեգովինայի ձևավորման ժամանակ։ Կամ է ուրիշ մոդել, երբ կողմերին համոզում են, որ պետք է կողմել, եւ կողմերի համաձայնությամբ տեղադրվում է խաղաղապահ ուժեր։ Կրկնել, կողմերի համաձայնությամբ։ Այն ինչ կատարվեց 20 թվականի Ղարաբաղում, դա հենց այս մոդելն է։ Հայտարարության տակ ստորագրել է եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Ռուսաստանի նախագահը։ Սա մի մոդել է, որը Ռուսաստանի նախագահի շատ ակտիվ միջամտությամբ ինքը այո ճնշում գործադրել է, բայց դա չի եղել պարտադրանք։ Սա ավելի շատ եղել է ասենց քաղաքական ճնշում մի երկրի ղեկավարի կողմից, որը ունի հեղինակություն եւ այդ երկիրը ունի հզոր պոտենցիալ procesների վրա ազդել։ Բայց այնուամենայնիվ մոդելը եղել է հետեւյալը. կողմերը համաձայնվել են այդ խաղաղության բանաձևին, այդ զինադադարի բանաձևին։ Եվ Ղարաբաղի կարգավիճակը, եթե հիշում եք, այդտեղ չէր քննարկվում, համարվում էր, որ հետագայում պետք է այդ հարցը քննարկվի։ Հիմա այդ մոդելը եւս աշխատող մոդել էր։ Եթե Հայաստանը 1 տարի անց, 2 տարի անց Պրագայում կոպիտ ասած չթռներ այդ մոդելից։ Հայաստանը ուղղակի թռել է այդ մոդելից եւ ամբողջ այդ կոնստրուկցիան, որը այդ զինադադարը, այդ խաղաղությունը պահում է, փլզել է։ Հենց Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինչ վիճակ ստեղծվեց։ Ղարաբաղը Ադրբեջանի համար դառնում է սեպարատիստական միավոր, պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում է գրեթե ահաբեկչական ստորաբաժանումներ, բոլոր հետևանքներով։ Եվ սա անել, թռնել այդ մոդելից եւ մեղադրել ռուսական կողմից, թե ռուսական կողմը ինչի Ղարաբաղը չի պահել, ու թռել այդ կոնֆլիկտից այն երկիրը Հայաստանը, որը իր հենց անվտանգության հայեցակարգով հայտարարել է, որ ինքը երաշխավորն է Արցախի անկախության, անվտանգության երաշխավորն է դրսևորեցին։ Հիմա մոդելը սա է։ Եվ այս մոդելը չտեսնել եւ այս ամենը, ասենք ասենք, փաթաթել Ռուսաստանի գլխին, սա նշանակում է մեկ բան, մարդիկ չունեն ամոթի զգացողություն, սա մեկ կողմ դրած։ Բայց դու ստեղծում ես մի շատ վտանգավոր եւ տարօրինակ վիճակ, փոքր երկիր լինելով դու ցույց ես տալիս, որ դու վստահելի գործընկեր չես ընդհանրապես, որ դու կարող ես մի բան պայմանավորվել, 1 տարի հետո լրիվ ուրիշ բան անել, 1 տարի հետո լրիվ ուրիշ բան անել, փոքր երկրի համար նման կարգի վարքագիծը ուղղակի սպառնալիք է
այդ փոքր երկրի անվտանգության։ Հասկացաք, այս տեղից է գալիս նաև մեր ժողովրդի մոտ այդ անվստահությունը։ Ես 10 տարի շփումներ եմ ունեցել Ռուսաստանի ղեկավարության ավելի 10 տարի նախագահ եւ 1 տարի վարչապետ։ Կարող եմ ասել հետեւյալը. չի եղել մեկ պայմանավորվածություն, որը մենք ձեռք ենք բերել Ռուսաստանի օրինակ նախագահի հետ եւ որը չի կատարվել։ Չի եղել նման բան։ Եվ եթե ինչ որ բան չեն արել, մի հատ հարց տանք, իսկ ինչու չեն արել։ Իսկ մեր մասով արել են։ Իսկ միգուցե երբ որ հայտարարում ենք, որ այդ սարի վրա 9 ամիս ձունա դրած, ինչի՞ պետք է այդ սարի համար մենք պայքարենք։ Իսկ այդ սարի համար ուրիշը պետք է գա քո տեղ պայքարի։ Այդպես միջազգային հարաբերություններում հարաբերությունները չեն աշխատում։ Հասկանալի է, թե ոչ ես։ Հատուկ որոշեցի ավելի մեծ կանգ առնել այս թեմայի վրա, որովհետև այս թեման իսկապես չափազանց կարևոր է եւ այս թեման անընդհատ նաեւ այս քարոզարշավի ժամանակ շահարկվելու է։ Կարող եմ ստեղ մնալ, հարցեր շարունակեք։ Ավելի լավ այրեգում, ընդեղ որ նստած եմ, մի քիչ հազար անգամ ներողություն, մի հարց է քանի ոտքի վրա է։ Երկրում տիրում է վախի մթնոլորտ։ Բիզնեսմենը վախենում է կորցնել իր բիզնեսը։ Մանկավարժը իր աշխատանքը։ Զորական բանվորը նույնիսկ վախենում է, որ կորցնի իր աշխատանքը, եթե ԿՊ-ին ցայ չունի, նույնիսկ պահանջով։ Տարիներ առաջ 21 թվականի ընդդիմությանը ցավոք ես Հայաստանում չեմ գտնվել։ Մեր գյուղում մի լրդում մեկ ուտար, ընդդիմություններից առաջ Facebook-ով ելույթ ունեցել եւ հայտարարել, ով ԿՊ-ին չնդրի, իր կնոջը ворթուշկից կտանենք։ Պարոն նախագահ, ամսու 16-ին լսելով ձեր խոսքը, մինչև չհեռացնեք չեք հանդիսանա։ Այդ մոտիվի վրա լիցք տվեք մեր քաղաքացիներին հայ մարդին, որ չվախենա այս սրիգաներից։ Նայեք, ես ինչ էլ խոսամ, ավելի շատ չի լինելու, քան կոնկրետ իմ օրինակ։ Ես շատ հանգիստ կարող էի հնարավորություն ունեցել մնալ դրսում, չգալ գլուխս չմտցնել այս ամենի մեջ։ Եկել եմ մոտ 1-6 տարի եղել եմ բանտում, այդ վախը չունեմ, երբեք չեմ ունեցել ու չեմ ունենալ։